Ես որոշեցի, որ արդեն բավարար ստաժ ունեմ, որ կարող եմ արդեն կոնտակտային կոշիկներով քշել այդ հեծանիվը, բայց հասկանում եմ նաև, որ դա պետք է սովորել, եւ ինչ որոշեցի, շատ տրամաբանական մի բան որոշեցի, որ կեցավայրում տրինաժորների վրա դնեմ այդ բանը, կոնտակտային կոշիկները եւ սովորեմ կոնտակտային կոշիկով վարել։ Եվ ես երկար ժամանակ սկսեցի վարել կոնտակտային կոշիկներով, որովհետեւ իրան հանելու եւ տեղադրելու հատուկ ձևեր կան, վարժություններ կան, ագին երկար ժամանակ, երևի մի ամիս ու կես, այնքան պարապեց, որ շատ սահուն ես դա անում էի։ Եվ ես նաև ինչի համար էի անում, որովհետև ասում եմ, դե մարդկանց հետ քշում եմ բան, այն չլինի, մի անգամից այնուամենայնիվ վարչապետ ես, բան ընկնես եւ այլն մարդիկ ասեն։ Ես ամսից ավել պարապել եմ տրինաժորում։ Հետո սկսել եմ իրական կյանքում այդ կոնտակտային կոշիկներով սկսել եմ քշել։ Բայց ես տասնյակ անգամներ ընկել եմ եւ տասնյակ անգամներ ընկնելուց հետո է, որ ես սովորել եմ։ Ես 2 ամիս որովհետեւ տրինաժորն ու կյանքը բոլորովին ուրիշ բաներ են։ Որովհետեւ տրինաժորի ժամանակ կողքովդ մեքենա չի անցնում, դիմացովդ կատու չի անցնում, վերևովդ թռչուն չի թռնում, լուսացույցը լույսը չի փոխում, քամին չի փչում, արևը չի ծագում, պատուհանից մեկը չի գոռում եւ այլն եւ այդպես շարունակ։